Իրականում հաճելի է, երբ տուն ես գալիս ու նման ձևով ենք էլ դիմավորում։ Հաճելի է, երբ տանը քեզ մարդ կա սպասող։ Երևի շատ եմ խոսում, բայց առաջին անգամ է, որ ուզում էի շուտ տուն գալ։ Ինչի քո տանը քեզ սպասող։ Չէ, կա իհարկե կա։ Մաման, քույրս, փոքր քույրս։ Ես Ամերիկայում մենակ եմ ապրում։ Երբեմն աշխատանքից հետո մեքենայով այնքան եմ պտտվում քաղաքով, որ քունս տանի ու գալիս եմ տուն մի անգամից քնելու։ Դժվար է մենակ։ Դժվար է։ Շատ։ Ու ինչքան ժամանակը գնում առաջ, այնքան հասկանում ես, որ կողակից է պետք։ Բա ինչի՞ չես ամուսնացել։ Կներես, ապուշ հարց տվեցի։ Երևի չեմ հանդիպել նրան, ում կուզենայի, որ լիներ կողքս։ Լավ կեր, սարում եմ։ Համովա գիտես, լավ է ստացվում մոտդ։ Որտեղ ես սովորել։ Պատրաստվում է ամուսնական կյանքին։ Ուզում էի լավ կին լինել ու ամբողջ օրը ինչ-որ բաղադրատոմսեր էի դուրս գրում, մանկատան խոհանոցում փորձեր էի անում։ Ու այդպես ուզում էի լավ կին լինել։ Պատրաստվելը ստացվել է։ Իսկ լավ կին կլինես, եթե կողքիդ արժանի տղամարդ լինի։ Շնորհակալ եմ, չեմ ուզում։ Մի անգամ փորձեցի, չստացվեց։ Ես քեզ մի անգամ արդեն ասել եմ։ Հիմա նորից եմ կրկնում։ Մարդիկ նույնը չեն զար։ Բոլորին նույն արջինով միջավայր։ Հնարավորություն տուր բացահայտելու։ Արի խմենք։ Ուզում եմ քո նոր սկսող կյանքի համար խմել։ Դու հիմա լրիվ նոր կյանք ես սկսելու, ես քեզ խոստանում եմ։ Ոչ մի բան առաջվա պես չի լինելու։ Վախենում եմ։ Իզուր։ Վախկոտ մարդիկ ես կյանքում երկար չեն ապրում։ Քեզ համար։ Մինչև վերջ չխմես։ Թե չէ վտանգավոր է։ Կներես։ Կներես։ Պապ։ Ասել։ Մենք պետք է խոսանք։ Խոսանք։ Ինչի մասին։ Չես կարծում, որ կան բաներ, որ ես չգիտեմ։
Դե չեմ կարծում դու ինչ չգիտես։ Այսօր ոստիկանություն էի գնացել։ Ինչի համար։ Դու էլ եղել այնտեղ, պապ։ Հա ճիշտ է, ես էլ էի այնտեղ, հետո Ու դու էլ գիտես, որ միակ մարդը, ումից կարող էինք իմանալ պատվիրողի անունը, սատկացրել են։ չեն սատկացրել Արսեն, սպանել են։ Չես կարծում, որ կան բաներ, որ ես չգիտեմ, բայց պիտի իմանամ։ Չէ, Արսեն, չեմ կարծում։ Ես չեմ կարծում, որ կան բաներ, որ դու չգիտես։ Պապ, մենք թշնամի չունենք։ Անգամ նենց թշնամի, որ քո մահն է ուզում։ Ես էլ դու էլ լավ գիտենք, որ Սոնայի մահը ոչ ոք չէր ուզում։ Կարող է որ էժանուցել չեմ ջոկում։ Ուֆ, Արսեն։ Արսեն, ես քանի օրը որ անցնի, այդ կնոջդ վերցրու ու մի տեղ գնա։ Հալալ է քեզ, պապ։ Ու դու կարծում ես, որ ես այս ամեն ինչը սենց կթողնեմ ու կգնամ։ Ես մինչև վերջ գնալու եմ։ Ու սպանողին Սոնայի գերեզմանին մատաղ եմ անելու։ Հա, Արսեն, այս դրանից էլ ես վախենում եմ, էլի։ Շատ համով էր, բայց շատ էր լցրի։ Դրա համար մինչև վերջ չկարողացա ուտել։ Իսկ եթե անկեղծ, վաղուց սենց համով չէի կերել։ Այնքան ուրախ եմ, որ հավանեցիր։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Երբեք չէի մտածի, որ այսքան կարճ ժամանակահատվածում կկապնվեի քեզ հետ։ Միանգամից ու անսպասելի։ Ես ուզում եմ, որ միշտ կողքիս լինես։ Ուզում եմ անդադար նայեմ աչքերիդ։ Ուզում եմ քո հոտը, քո շունչը զգամ։ Ուզում եմ առավոտյան արթնանամ ու տեսնեմ, որ կողքս ես։ Ուզում եմ քո հետ անվերջ խոսեմ, կապ չունի ինչի մասին։ Մենակ թե տեսնեմ, որ կողքիս ես։ Ինչքան փորձում եմ քեզանից հեռու մնալ։ Չի ստացվում։ Բայց ինչի։ Չգիտեմ։ Դու միշտ հայտնվում ես իմ կյանքում ու օգնության ձեռք մեկնում։ Իմիջիալուց մենք պետք է ոստիկանություն գնանք։ Ինչի։ Քո շատ սիրելի տանտերը բողոքել էին ձեզ։ Ինչ։ Հա, ու ստացվում է, որ միակ վկան դու ես։ Ինչ անամոթն է։ Դու ընդհանրապես դրա մասին մի մտածի։ Դա թող ինձ վրա։ Անհակ եղեր։ Շնորհակալ եմ։ Ինչի համար։ Կներես։ Ալո։ Մամ, մի բան եմ ուզում ասեմ, բայց ուզում եմ, որ ճիշտ հասկանաս։ Չմտածես, թե անսիրտ եմ կամ չեմ մտածում ոչ մեկի մասին։ Ուղղակի ինձ թվում է, որ հիմա մեզ հանգիստ է պետք։ Ինչ հանգիստ բալես։ Մեզ էլ հանգիստ չկա։ Մամ, տենց մի ասա։ Հիմա մեզ շատ է պետք այդ հանգիստը։ Մենք պիտի մի քիչ ցրվենք։ Թող այս արարողությունները ավարտվեն։ Արսենը Ձինային վերցնի մի տեղ գնան։ Հա, մամ, Արսենն ու Ձինան թող գնան,
բայց ես ուզում եմ, որ ես դու papan էլ գնանք միտեղ։ Ես սիրտ չունեմ բալես։ Մամ, մի սկսի նորից, հա։ Այս ծանր մթնոլորտից մի ձև պիտի ցրվենք։ Քեզ թվում է, որ գնացի հանգստանալու քրոջդ մոռանալու եմ, հա։ Ես չեմ ասում, թե մոռանալու ես։ Ոչ մեկս էլ չենք մոռանալու։ Բայց ամեն դեպքում պետք է մի քիչ ցրվենք։ Խնդրում եմ, մամ, մի մերժի։ Հորդ հետ խոսի, տես ինչ է ասում։ Չէ, դու խոսի papayi հետ։ Եթե դու ուզես, հաստատ papan կգա։ Ապրես բալես։ Բա քեզ համար ինչի սուրճ չես դրել։ Չեմ ուզում խմեմ։ Դե գոնե նստի մեր հետ։ Չէ, ես գնամ պարկեմ ինձ մի քիչ լավ չեմ զգում։ Ինչի։ Ինչ որ տեղացավ։ Ինչ որ բանով կարող ենք օգնել։ Չէ, ուղղակի գիշերը լավ չեմ քնել։ Ուզում եմ մի քիչ պարկեմ։ Կներեք հա ինձ։ Լավ բալես։ Գնա պարկի։ Չէ, հադուել։ Դրա համար էլ չէի ուզում, որ դու իմանայիր, որտեվ գիտեի, այտենց պիտի պատասխանես, բայց ամեն ինչ շատ լուրջ է, շատ լուրջ, պապ։ Արսեն, դու գործ ունես, ես այս հարցը մի կերպ կլուծեմ, Արսեն։ Դու չես կարծում, որ այդ հարցը մենք երեքով պետք է լուծենք, ես, դու, Արմանը։ Ու դու այդ հարցը մեզ հետ չես ուզում կիսվես, բայց դա սխալ է, շատ սխալ է։ Արսեն։ Պապ, այդ մահափորձը քո դեմ էր։ Եթե դրա գլուխը այսօր չփոկենք, վաղը նորից է փորձելու։ Ժամանակն է բացեբաց խոսանք։ Հերիքա։ Արսեն, ինչ եղավ քեզ։ Ոչ մի բան։ Սառը, Միլենա, արևս ինչի ես լացում։ կարոտել եմ քեզ, շատ եմ կարոտել, Ես էլ քեզ եմ շատ կարոտել։ հետո էլ ինձ որդեգրում են, ու դու էլ ստեղ չես, որ չթողնես ինձ տանեն։ Ոնց որդեգրում են։ Ով ասեց, ով է որդեգրում։ Սեր։ Միլենա, մի հատ տաթևին կտաս հեռախոսը։ Բան ա եղել։ Սար, Տաթև, լավ ես Սար։ ոնց կարող եմ լավ լինել, ինչ ա եղել, ով է որդեգրում Միլենային։ Չգիտեմ, Աշխենն ասես թղթերն են պատրաստում։ Լավ, ես քեզ կզանգեմ։ Սար, Ինչ է պատահել։ Իմ Միլենային են որդեգրում։ Այն երեխային։ Հա,
Ես ինձ մեղավոր եմ զգում, ասացի կզբաղվեմ այդ հարցերով ու... Գրիգորյանը դա հատուկ անում։ Գիտի, որ Միլենան ինձ համար շատ կարևոր է։ Սար կներես, բայց ես էլ չեմ հասկանում, թե ինչի համար այդքան կարևոր է երեխան քո համար։ Իմ ու Միլենայի ճակատագրերը շատ նման են։ Ես Միլենայի տարիքին էի, երբ հայտնվեցի մանկատանը։ Իր ծնողներն էլ են մահացել ավտոօթարից։ 4 ամիս ոչ մեկի հետ չէի կարողանում խոսել։ Չէի հասկանում, չէի ուզում ընդունել, ընկալել։ Հետո այնքան է ուզում, որ մամաս կողքիս լինի։ Գրքից, հեքիաթներ պատմի։ Ես շատ էի կարոտում իմ ծնողներին։ Երբ Միլենան հայտնվեց, ինձ թվաց ես ինձ եմ տեսնում։ Ինքը նույն ապրումների մեջ էր։ Ես էլ փորձեցի իր համար մամա լինել։ Ես շատ եմ սիրում այդ երեխային։ Ստացվում է, որ այդ երեխան այդ ամեն ինչի միջով անցնում է իմ պատճառով։ Չէ, իրականում պատճառը ես եմ ու Գրիգորյանը վրեժ է լուծում ինձանից Լևոնի պատճառով։ Ինչ-որ զանգ եկավ, լարվեցիր, ով էր, ինչ էր ուզում։ Ձինոն էր։ Բայց մենք ավելի կարևոր խոսակցություն ունենք։ Ում վրա ես կասկածում։ Ինչ հարցեր ունես, որ մենք չգիտենք։ Ու вообще ինչ է կատարվում, կբացատրես։ Արսեն, ես ոչ մի հարց չունեմ։ Ես իմ կյանքում ոչ աբիժնիկ եմ թողում ու ոչ էլ որևէ մեկին նեղացնում եմ։ Ես ոչ հարց ունեմ տալու, ոչ պատասխան։ Որ տենց ոնց հասկանանք, որ ուզում են քեզ սպանել։ Կամ էլ Սոնայի մահը։ Կբացատրես։ Չգիտեմ։ Պապ, խոսալու ժամանակն է, խոսա, մի պահի, ասա իմանանք ումից պաշտպանում եք, դրանով ոչ դու ինձ ես պաշտպանում, ոչ էլ Արմանին։ Չգիտեմ, տղա ջան, չգիտեմ ինչ ասեմ, Արսեն ջան, գուցե հոգուս վրա մեղք եմ անում, բայց ես այս վերջերս սկսել եմ չվստահել Աշոտին։ Աշոտին? Հա, տղա ջան, չնայած մտածում եմ դժվար Աշոտը նման քայլի գնար, բայց ես սկսել եմ Աշոտին չվստահել։ Հիմքեր ունես չվստահելու համար։ Մի քանի ամիս առաջ քո միակ վստահելի մարդը Աշոտն էր։ Ինչ եղավ։ Դրա համար եմ էլի ասում, որ չեմ վստահում։ Չգիտեմ, գուցե ճիշտ չեմ, գուցե սխալ եմ, բայց ախպեր ես այդ Աշոտին սկսել եմ չվստահել։ Ինչ ա եղել, որ դու տենց ես մտածում։ Գիտես ինչ, Արսեն, իմ բիզնեսներից 3-ից 5 միլիոն փող ա փոխանցել իր հաշիվների վրա։ Աշոտը։ Հա, Աշոտը։ Ու
ու ես դրա մասին ոչինչ չեմ իմացել։ Ուրեմն աներս գողություն անում, հա։ Լավ, Արսեն։ Լավ, Արսեն ջան, վերջացնենք այս պատմությունը, վերջացնենք։ Ալո։ 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 Չխոսեցին։ Դրեցին։ Տղես։ Ինչքան ես սենց լուր նստելու։ Ոչ ուտում ես։ Ոչ խմում ես։ Չեղավ։ Հետպես չի լինի։ Սենց չի կարա շարունակվի, Հայկ։ Մամ, հերիքա էլի, հանգիստ թող էլի։ Չէ, չեմ կարող։ Նայում եմ քեզ ու սիրտս կտոր ալինում։ Տղա ջան, դու պիտի սնվես։ Դու դեղեր ես խմում, դու պիտի ուտես, Հայկ ջան։ Մամ, հերիքա։ Հա, հերիքա։ Հերիքա այդ անարժան աղջկա համար դու քեզ սենց կոտոր ես։ Ինչ։ Հա, ու ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ այդ ծեծը հենց իրա պատճառով ա եղել։ Մամ, հերիքա։ 1000 անգամ ասեցի։ Ձինան դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Ու ընդհանրապես մոռացի Ձինային։ Գնում գալի Ձինա հա Ձինա, Ձինա հա Ձինա, Ձինա հա Ձինա։ Ձինան չկա։ Ձինան ամուսնացել է։ Ձինան արդեն իր ընտանիքը ունի։ Ձինան շուտով չգիտեմ։ Չկա, մոռացի Ձինային, վերջ։ Տղես, դու հետ ինձ ես ասում, թե քեզ ես համոզում։ Մամ, քեզ եմ համոզում, որը Ձինայի անունը չտաս, խնդրում եմ։ Կուզես արի գնանք մի տեղ։ Չէ, մամ ջան, տեղը շարժվելը, անհարմար է, սենց լավ է։ Արի գնանք Վրաստան։ Կամ էլ արի գնանք Դաչա։ Ամբողջ ամռանը չկարողացանք մի տեղ գնալ։ Լավ էլի, մամ։ Հայկ, ես արձակուրդ եմ վերցրել։ Պետք է գնանք մի տեղ ու օդափոխվենք։ Լավ։ Մտածի։ Ու հանկարծ չասես չէ։ Постой,
Ալո։ Ալո, բարև ձեզ։ Ներողություն, ես Հայկին եմ խնդրում։ Հայկին։ Ով է հարցնում։ Աշխատանքի վայրից է։ Հայկը քաղաքում չի։ Աննամոթ։ Ամուսնացել է ու քեզ էլ հանգիստ չի թողնում։ Աշխեն բեր թղթերը։ Էլի որդեգրում են Միլենային։ Որդեգրում են։ Իսկ ով են լավ մարդիկ են գոնե։ Քեզ ինչ, լավն են, վատն են։ Գնա քո գործով զբաղվի։ Հետաքրքիր էր հարցրեցի։ Թող հետաքրքիր չլինի։ Գնա Աշխեն։ Կախարդոց։ Ինչը վերջացնենք։ Այդ մի քիչ տենց չի։ Ինչը տենց չի։ Փողը վերցնելուց առաջ պետքա հարցնել, կարամ թե չէ։ Ես որ քո տղեն եմ, ու դու ինչ որ ունես իմնել է։ Ես տենց բան ինձ թույլ չեմ տալի։ Ինչը տենց չի։ Դու իրան ինչի մտցրեցիր բիզնեսի մեջ։ Դե մի երկու բիզնես կար, որ ինքը փայ ուներ։ Գիտեմ, որ մեր մեջ կպնդանար ու գցող չլիներ։ Երևի։ Ինքն է գցում։ Իր ասելով չի գցել, բիզնես ա դրել։ Ոնց թե։ Մեր փողերով բիզնես ա դնում։ Հա, ասում ա, որ երկուսիս համար։ Ջոկելա, որ բռնվում ա իր արևին խոդ ա արել։ Ինձ էլ ա տենց թվում։ Իսկ ինք կարար քո մահը ուզեր։ Չեմ կարծում, չիպտ ինքը իմ մահը ուզեր, ինչի համար։ Ոնց ինչի համար։ Եթե ես մեռնեմ, ինձնից հետո դուք կաք, իմ բիզնեսը ձեզ կփոխանցվի, ու իրան կմնա այնքան, ինչքան որ ինքը ուներ, չիպտ ինքը իմ մահը ուզենար։ Այդ դեպքում ով է։ Չգիտեմ ով է, բայց հաստատ ինքը չի, ով է չգիտեմ։ Ես կիմանամ, ու դրանք կտոր կանան։ Արսեն, ես քեզ խնդրում եմ, երբեք ձեռքերդ չարունոտես։ Ես 1000 անգամ ասել եմ ու էլի եմ ասում։ Ես դրան քրոջս գերեզմանին մատաղ եմ անելու։ Արսեն, ես էդի անելու եմ, թեկուզ սաղ կյանքս փակվեմ։ Լսի Արսեն, արի վերջացնենք, դու առանց էնել դեռ լավ չես ապակինվել։ Ավելի լավ է դու գնա տուն Արսեն, գնա հանգստացի։ Կգնամ։ Գիտես ինչ Արսեն, ասում կարող է Դինային վերցնես մի տեղ գնանք։ Ինչի համար։ Դե ամուսնանալուց հետո լավ չստացվեց, դժբախտության վրա եկավ։ Գուցե գնայիք մի տեղ մի քիչ հանգստանայիք։ Մյուս անգամ որ ամուսնանամ, անպայման կգնամ։ Արսեն, մարդը մի անգամ ամուսնան։ Ես 2 անգամ եմ ամուսնանալու։ Մեկը քո խաթար, մեկն էլ սիրելով երևի։ Տղա ջան, տենց մի ասա, խնդրում եմ, ես քո առաջ մեղավոր եմ, ես չպիտի ստիպեի, որ դու դրա հետ ամուսնանայիր, մեղավոր եմ։ Ես էլ ոչինչ։ Համաձայնելուց առաջ չմտածեցի։ Արսեն։ Նորմալ ամեն ինչ։ Դինան վատ աղջիկ չի, կսիրենք իրար։ Դե ես գնամ։ Գալիս ես թե մնում ես։ Չէ, գնա տղա ջան, դու գնա, ես մնամ օֆիսում, մի քիչ կուտակված գործեր կան վերջացնեմ։ Հաստատ։ Հա, Արսեն ջան, հաստատ։ Ես գնամ, պապ ջան։ Եթե մի բան պետք կլինի, զանգի։ Հաջողություն։ Քաղաքում չի։ Քաղաքում չի։ Իսկ կարող է հատուկ ասեց։
Ասա մամ։ Ասա մա։ Էդ ինչ խոսալու ձև է Զինա ջան։ Լավ։ Ոնց ես աղջիկս։ Լավ եմ։ Ինչ կա չկա, բա ինչ ես անում։ Ոչ մի բան սենյակումս պարկած եմ։ Էլի սենյակում։ Լավ էլի Զինա։ Այդ մարդիկ էլ հիմա կասեն հարս ենք բերել, աղջիկ ենք բերել տուն, դու ամբողջ օրը սենյակում փակված ես։ Ամոթ չի։ Մամա շատ ես ուզում արի դու իրանց դեմը հարսնություն արա։ Լսի աղջիկ։ Ինչ հիմար ձևով ես խոսում։ Ուզում ես ամեն ինչ փչացնես, հա։ Լավ էլի մամա, ցանկություն չունեմ խոսելու։ Սենց մի քիչ էլ շարունակվի, հաստատ վիճելու ենք։ Անջատեց, հա։ Ես ինչ տեսակ երեխա է սա։ Հեչ ինձ չի քաշել, հեչ։ Իսկ են խելար հորքուրն է։ Տնաշեն քրերից քի հիշեցիր։ Ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Էլ ինչ լինի։ Հետը խոսալ չի լինում, երկու բառ չեմ կարողանում, հետը նորմալ խոսել։ Դեբիլիտ ասա, թող խելքը գլուխը հավաքի, քանի մի բան չի եղել։ Այսինքն, ինչ ա եղել։ Հələ որ ոչ մի բան, բայց որ դե շարունակեց հաստատ կլինի։ Երբեք։ Լսում ես, երբեք անարժան մարդու համար քեզ այդպես չկոտորես։ Իրականում ես ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց։ Լևոնը ինձ համար օտար մարդ դարձավ։ Մեկ ժամում, մեկ վայրկյանում, մեկ րոպեում ես չգիտեմ ոնց այդպես ստացվեց։ Ոնց որ ինքը երբեք չի եղել իմ կյանքում։ Ուղղակի ինձ համար դժվար է, երբ գիտակցում եմ, որ Միլենան այդ ամենի միջով անցնում իմ պատճառով։ Այ կտեսնես, կխոսեմ դնորենի հետ ու ամեն ինչ իրա տեղը կընկնի։ Վստահ չեմ, որ կկարողանաս երկրորդ անգամ էլ համոզել։ Շատ իզուր։ Դու դեռ լավ չես ճանաչում ինձ։ Մի մտածի, կխոսեմ ամեն ինչ կհարթվի, այ կտեսնես։ Դու ամեն անգամ ինձ փրկում ես։ Կարող ես ասել ինձ փրկիչ Արման։ Կամ հեռախոսիդ մեջ կարող ես գրել փրկիչ։ Շատ լավ ծառայություն է, դեպ ասեմ, ժամ պատարակ կապ չունի, երբ հարմար կլինի, երբ որ կարիքը կզգացվի, կարող ես վերցնել ու զանգել։ Աշխատում եմ 24 ժամ, զեղչեր են գործում երբեմն։ Շնորհակալ եմ։ Արի մի բան պայմանավորվենք։ Սրանից հետո մենք իրար չենք ասում շնորհակալություն կամ կներես։ Չենք անում անենց բան, որ չհասնի բանը նրան, որ մենք ներողություն իրարից խնդրենք, իսկ մեր արած քայլերի համար իրարից էլ շնորհակալություն չենք հայտնում։ Կամ հայտնում ենք մենակ այլ տարբերակով։ Համաձայն ես։ Պայմանավորվեցինք։ Ոնց են պայմանավորվում։